ամեն մեկս մենք կամ մեր շրջապատում կան մարդիկ, որ գալիս է մի ժամանակ, որ հիվանդություն են, ասենք, ձեռք բերում, հետի իծն է չի, վերջը, կյանքա, տարիքա, տարիներա, մարմինա եւ կարծես հիվանդություն է ընկնում մարդու մեջ։ Եվ մենք ինչ ենք անում, սպասում ենք բժշկության, խնդրում ենք Տիրոջը, ով որ հավատում է, կամ բժիշկների ձեռն ենք ընկնում, ու տենց էլ ամեն մեկի մոտ տարբեր է լինում, հարցական է, մեկը բժշկվում է, մեկը չի բժշկվում, պրոցեսը, որով անցնում ենք։ Այդ շատ հետաքրքիր է այս պատմության մեջ, կուզեմ մի քիչ կարդանք, անդրադառնանք։ Մի հատ միկրոֆոն կտակ Վարսիկին։ Գիտեք, ինչքան հետաքրքիր է այս պատմության մեջ, ես հասկացա մի բան, որ սա նկատի չունի, մեր այդ ժամանակներում այս պատմությունը հենց կոնկրետ այդ երեխայի մասին է, որ ինքը իծնեկույր էր եւ հանկարծ բժշկություն տեղի ունեցավ, բայց ես սա նաև տեսնում եմ այսօր, որ մենք սրա կարիքը ունենք սերներ, որտեղ մենք տեսնում ենք, բայց հոգևորապես կարիք ունենք, ինչ անենք, ավելի տեսնելու, մենք տեսնելով տեսնում ենք, բայց չենք տեսնում, սա նաև այս խորհուրդն ունի, ուզեմ այս խոսքը այսօր չգիտեմ հաստիկ քո սրտին, Վարսիկ ջան, թե կարող ես կարդալ առաջի խոսքից, բայց պետք է ձեռքդ գիրքը լինի Եվ անցկենալիս մի մարդ տեսավ ծնունդից կույր։ Եվ նրա աշակերտները հարցրին նրան եւ ասեցին. «Ռաբբի, ով է մեղանչել, սա թե իրան ծնողքը, որ կույր է ծնվել»։ Հիսուսը պատասխանեց. «Ոչ դա է մեղանչել եւ ոչ էլ իրան ծնողքը, այլ որ Աստծո գործերը հայտնի լինեն դրանում»։ Ինձ պետք է նրա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կա, գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել։ Քանի որ աշխարհքումն եմ, լույս եմ աշխարհքի։ Այս ասելով թքեց գետինը եւ թուքիցը ցեխ շինեց եւ ցեխը քսեց կույրի աչքերի վրա։ Եվ նրան ասեց. «Գնա լվացվիր Սիլովամի ավազանումը, որ թարգմանվում է ուղարկված, եւ նա գնաց, լվացվեցավ, եկավ եւ տեսնում էր։ Բայց դրացիները եւ նրանք, որ առաջուց տեսել էին նրան, որ կույր էր, ասում էին, չէ՞ որ սա է այն նստող մուրացողը։ Ուրիշներն ասում էին, թե նա է, ուրիշներն էլ թե նրան նման է, բայց ինքն ասում էր, թե ես եմ։ Եվ նրան ասում էին. ապա աչքերդ ինչպես բացվեցան։ Նա պատասխանեց եւ ասեց. մի մարդ անունը Հիսուս ցեղ շինեց եւ աչքերիս սկսեց եւ ինձ ասեց. գնա Սիլովամի ավազանը եւ լվացվիր։ Գնացի եւ լվացվեցա եւ տեսնում եմ։ Եվ նրան ասեցին. ուր է նա։ Ասեց չգիտեմ։ Փարիսեցիների մոտ տարան նրան, որ մի ժամանակ կույր էր։ Եվ շաբաթ օր էր, երբ որ Հիսուսը ցեխը շինեց եւ նրա աչքերը բացավ։ Փարիսեցիները դարձյալ հարցնում էին նրան, թե ինչպես տեսավ, եւ նա նրանց ասեց. ցեխ դրավ իմ աչքերի վրա եւ լվացվեցա եւ տեսնում եմ։ Եվ փարիսեցիներից ոմանք ասեցին. այն մարդն Աստվածանից չէ, որ շաբաթը չի պահում։ Ուրիշներն ասում էին, ինչպես կարող է մի մեղավոր մարդ այսպիսի նշաններ անել, եւ բաժանմունք կար նրանց մեջ։ Դարձյալ ասեցին կույրին. դու ինչ ես ասում նրա համար, որ աչքերդ բացավ։ Եվ նա ասեց, թե մարգարե է։ Եվ հրեաները չէին հավատում նրա համար, թե կույր էր եւ բացվեցավ, մինչեւ որ աչքը բացվածի ծնողներին կանչեցին։ Նրանց հարցրին եւ ասեցին.
Սա է ձեր որդին, որի համար ասում եք դուք, թե կույր ծնվեցավ, ապա ինչպես է հիմա տեսնում։ Նրա ծնողները պատասխանեցին եւ ասեցին. Գիտենք, որ սա է մեր որդին եւ թե կույր ծնվեցավ։ Բայց թե հիմա ինչպես է տեսնում չգիտենք, կամ ով բացավ նրա աչքերը մենք չգիտենք։ Ինքը չափահաս է, իրեն հարցրեք, թող ինքը խոսի իրեն համար։ Նրա ծնողներն այս ասեցին, որովհետև հրեաներից վախենում էին, որովհետև հրեաները արդեն միասին որոշել էին, որ եթե մեկը Քրիստոս դավանեն նրան, ժողովարանիցը դուրս լինի։ Նրա համար նրա ծնողները ասեցին, թե ինքը չափահաս է, իրանից հարցրեք։ Հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդին, որ կույր էր, եւ նրան ասեցին. Աստծուն փառք տուր, մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է։ Նա էլ պատասխանեց եւ ասաց, թե մեղավոր է, ես չգիտեմ։ Մի բան գիտեմ, որ կույր էի եւ հիմա տեսնում եմ։ Եվ դարձյալ ասեցին նրան. Ինչ արավ քեզ, ինչպես բացավ աչքերդ։ Նրանց պատասխանեց. Արդեն ձեզ ասեցի եւ չլսեցիք, ինչու եք դարձյալ կամենում լսել, միթե դուք էլ եք կամենում նրան աշակերտ լինել։ Նրանք նախատեցին նրան եւ ասեցին. դու ես նրա աշակերտ, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, բայց սրան չգիտենք, թե որտեղից է։ Մարդը պատասխանեց եւ նրանց ասեց. հենց դա է զարմանալին, որ դուք չգիտեք, թե որտեղից է, եւ նա իմ աչքերը բացավ։ Եվ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը աստվածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Աշխարհի սկզբից հետո չի լսված, որ մեկը կույր ծնվածի աչքերը բացած լինի։ Եթե սա Աստվածանից չէր, ոչինչ չէր կարող անել։ Պատասխանեցին եւ նրան ասեցին. դու բոլորովին մեղքի մեջ ես ծնվել եւ դու ես մեզ սովորեցնում եւ դուրս արին նրան։ Հիսուսը լսեց, որ նրան դուրս արին եւ նրան գտավ եւ ասեց նրան. դու հավատում ես Աստծո որդուն։ Նա պատասխանեց եւ ասեց. Տեր, ով է նա, որ հավատամ նրան։ Հիսուսն էլ նրան ասեց. տեսար էլ նրան եւ քեզ հետ խոսողն էլ նա ինքն է։ Եվ նա ասեց. հավատում եմ Տեր, եւ երկրպագեց նրան։ Եվ Հիսուսն ասեց. ես դատաստանի համար եկա այս աշխարհը, որ չտեսնողները տեսնեն եւ տեսնողները կուրանան։ Եվ փարիսեցիներից ոմանք, որ նրա հետ էին, լսեցին այս եւ ասեցին նրան. միթե մենք էլ կույր ենք։ Հիսուսը նրանց ասեց. եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք, նրա համար ձեր մեղքերը մնում են։ Ամեն։ Հիմա մի հատ հարց։ Դուք հավատում եք Աստծո որդին։ Ամեն։ Գիտեք, սերներ ինձ այս պատմության մեջ ինչն է ել հենց այս բանն է ինձ։ Ես մի բան եմ ուզում ասեմ, մենք այսօր շատ հարցեր ունենք եւ այդ հարցերի մեջից ամենա ծանր հարցերը հիվանդության հարցն է։ Ասենք փառք Տիրոջս, աղս հիվանդ չենք, մենք անձնական հիվանդ չենք, բայց մեր բարեկամների շրջապատում մարդիկ, որոնք մենք հոգս ենք քաշում, աղոթում ենք օրը գիշեր։ Տեսնում ենք, ասենք առաջընթաց չկա, շատ ենք տանջվում, ու մեր մեջ հարց է առաջանում։ Բայց մեկ բան ասեմ ձեզ, մարդը, երբ որ ինքը հանդիպի Հիսուսին, այդ հանդիպումը իրական լինի, իր աչքերը կբացվի, ոչ թե միայն տեսնելու, որտեղ մենք ոչ մեկս ի ծնե կույր չենք, տեսնելու կարիք չունենք, բայց մարդը կարիք ունի տեսնելու հոգևորապես կարևորն ու անկարևորը, ժամանակավորն ու հավիտենականը։ Եվ մենք այսօր սրա կարիքը ունենք սերներ։ Երբ որ ծնողներին հարցրեցին, ծնողները կարծես այնքան անտարբեր էին, որտեղ հոգևոր ոչ մի հասկացողություն չունեին, հենց անգամ իր ծնողներն էին կասկածում Աստծո գործի վրա, հասկանում եք։
կասկածում էին, իրանց պահած մեծացած երեխան ցավ քաշած, աչքերը բացվել է, գոնե վստահորեն ասեին, այո, ասում էին, մեր հետ գործ չունեք, հարցրեք նրանցից։ Հաստեղ ապահովության հարց կար, կեղծ ապահովության, որ իրանց չհանեին տաճարից, բայց մեկ բան, մենք չենք կարա երկու կյանքով ապրենք եւ ուզենք, որ մեզ Տերը ինչ անի հանդիպի, մենք չենք կարա երկու կյանքով ապրենք, երկու մտքի լինենք, ուրեմն ստեղ Տիրոջ հանդիպումը մի քիչ կասկածի տակ է դնում, ու այդ բժշկությունը ամբողջությամբ վայելենք։ Նայեք այս պատանին, իր աչքերը բացվել էր, ինքը ապացուցվելու բան չուներ եւ ինքը չանա կռիվ էր տալիս բաների հետ, հայրաների հետ, այս փարիսեցիների հետ, որոնք Մովսեսի օրենքն էին պահում։ Գիտեք, Մովսեսի օրենքի մեջ խոսում էր, որ կարա ծնողների պատճառով 4 սերունդ մարդ անեցված լինի, հիվանդություն լինի, խնդիրներ լինի։ Այս նոր գտակարանի մեջ Հիսուսը դա բացառում է եւ ասում է, գիտեք խիա բացառում, ուզում է իմ եւ քո մեջ հավատք ներշնչի, ասելով լսիր, դու կարող ես բժշկվել, եթե հանդիպես ինձ, դու կարող ես բժշկվել։ Ասում է եւ նրա աչքերին ցեղ քսեց եւ ասեց գնա Սելովամի ավազանում լվացվի, որը նշանակում էր ինչ ուղարկված, չէ՞։ Ինչ է նշանակում ուղարկված, երկու տեղ է շեշտում ես գլխի մեջ, գնա Սելովամի ավազանի մեջ լվացվի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր մենք կարիք ունենք այդ ավազանի մեջ լվացվելու, թե չէ։ Որն է այդ ավազանը։ Որն է այդ ավազանը։ Գիտեք, այդ ավազանը դա Աստծո խոսքն է ամբողջությամբ։ Եվ մենք ուզենք թե չուզենք, դրա մեջ պիտի լվացվենք։ Մենք ընդեղից կարանք կյանքի խոսքեր գտնենք։ Մենք ընդեղ կարող ենք Հիսուսով օրեցօր զմայրվել, օրեցօր սիրահարվել նրան։ Ես չեմ իմանում մարդկանց ինչ են զգում, երբ որ իրանք ասենք բժշկվում են։ Ոսկի մեր մեջ կա Տոման, որը գիտենք, որ դժվար ճանապարհով անցեց եւ ինքը բժշկվել է։ Ես ուզում եմ մի հատ խորհուրդ տամ քեզի, երբեք մի կասկածեք Տիրոջ վրա։ Երբեք մի կասկածեք։ Թարմա դեպքը հիշողություններս թարմացել են, ուզում եմ ձեր հետ կիսվեմ, որոշները գիտեն, որոշները չգիտեն, միգուցե ես 22 տարի առաջ իմ ծննդյան օրս շատ բարձր տեղից եկա։ Ու չգիտեմ, կասեն այն մարդիկ, ովքեր այնտեղ են եղել, որից մեկը Վարսիկի աղբերն է, Արայիկ եղբայրը մեզ ծառայել է, որից մեկը իմ հարազատ մայրս է, փոքր աղբերս ու մեծ աղբերս։ Ներկա են եղել այդ process-ը տեսել են։ Ես ոնց եմ ընկնում, ինչա տեղի ունենում իմ հետ։ Այն օրը մամաս ինձ այդ ամեն ինչը հիշեցրել, ասում է, ես ամեն անգամ 22 տարի է Աստծուն փառք եմ տալիս քո այդ ծնունդի համար։ Այդ ծնունդի համար։ Ու ինձ մամաս ոնց որ բան տվեց, միտք տվեց, էլի, ես որ սկսեմ կենտրոնանալ ու մտածել, ու ասում եմ, այ քեզ բան։ Իրոք դա Տիրոջ գործն է եղել, ժողովուրդ ջան։ Ես դա չեմ կարա ասեմ, չեմ կարա անտարբեր անցնեմ դրա կողքով։ Գիտեք, մարդկանց ոտը, մեր հարևանի ոտը այդ ժամանակ թարմը խաղող քաղելուց ընկել էր Հայատի մեջ Պիտիկյանից։ Մարդը ընկել էր 50 տարեկան մարդ էր, ոտը ջարդվա, մահացավ։ Ես քեզ լուրջ բան եմ ասում։ Իմ ողնաշարը ջարդած, բարկած, գլուխս ոչ մի տեղ չէր կպել, հրաշքը դրա մեջ էր։ Ես ինը որ հիշում եմ, ասում եմ, Տեր, էսի լրիվ քո գործն է։ Լրիվ Տիրոջ գործն է, ժողովուրդ ջան։ Ես անգամ հիվանդանոց չեմ գնացել, չեմ ասում մի գնացեք հիվանդանոց։ Չեմ ասում, այդ ժամանակ գնացել, որ պետք չէր հիվանդանոց գնալ, ես էլ համառ եղա, այն որ ասում եմ, տղամարդ գտնվեցի, չգնացի։ Բայց այս մեջքս ներողություն եմ խնդրում, հղի կնոջ փորի նման էր։ Վիզս չէի կարող իրար տալ, ոտերս տմբրած վեճնի, ես չէի զգում իմ ոտերը։ Հասկանում եք, ես այսօր ասում եմ, Տեր, դա Տիրոջ գործն է իմ համար։ Բայց գիտեք, այդ դժվարության միջով կարայ ասեի, խիտենց եղավ, մերս ասեր, Տեր ջան, ում էի մի կտոր հաց տվե, այդքան ժամանակ հավատարիմ ենք եղել,
ամեն ինչի մեջ ժամանակի նեղությունով պահել եմ իրանց, բայց ես այդ ժամանակ Տիրոջը հանդիպեցի։ Ես այդ ժամանակ Տիրոջն եմ հանդիպել, ժողովուրդ ջան։ Ես այդ ժամանակ իմ կյանքը հանձնեցի Աստծուն եւ փոխվավ իմ կյանքը։ Ես 15 տարեկան տղա էի, բայց լացել չգիտեի ինչ բան է։ Դրանից առաջ կրիշից ընկել էի, ասած գարաժի կրիշից ձեռս ճաքել էր, խնդում էի։ Ասում էին դու նորմալ ես։ Ցավը չգիտեի ինչ բան է, անգամ լացել չգիտեի։ Բայց երբ որ ես մեր տունը պարտած էի հուլիս ամսին, օգոստոս արդեն, հուլիսի վերջին եղավ, հաստ Յովհանի տակ ես լացում էի։ Լացում ես իմ հետ ինչ ա ես լացել գիտեմ, ոչ թե ցավից էի լացում։ Տիրոջ հոգին ինձ բժշկել էր, հանդիպել էր, կպել էր։ Ու որ լացում էի, գիտեք ինչ է ասում, ասում եք Տեր, ինչքան վատ բան արել եմ, 15 տարեկան եմ, ես ինչքան կարամ վատ բան անեմ, նա թե դուք մտածեք, ասում եք Տեր, ինչքան մեղք եմ գործել, ինչքան վատ բառ եմ ասել, ես ուզում եմ դրա հակառակը լինեմ, հակառակը անեմ։ Այդ օրվանից իմ հասկացողությունը, կյանքը, ամեն ինչս փոխվավ։ Վատ բառերներ գնացին, զարմացել էի։ Ես հասկացա, որ իմ մեռնելս, այդ օրը իմ դժվարությունն ու փորձությունը ինձ կյանք տվեց, իմ աչքերը բացեց ու ես սկսեցի տեսնել։ Ժողովուրդ, մենք սրա կարիքն ունենք, շատ հավատացյալներ կան, ինֆորմացիան կա, իներցիայի տակ գնում են առաջ, խոսքը գիտեն, կարդում են սենց, բայց Հիսուսի հետ հանդիպում չկա։ Ես չեմ ասում, մենակ բացառությունը ես եմ հանդիպել, չէ։ Բայց երբ որ մենք հանդիպենք Հիսուսին, մեր կյանքը լրիվ ուրիշ կլինի, հավատացի։ Մեր աղոթքները, մեր հավատքները։ Հիմա մի հատ դարաշրջանում ենք ապրում, որ համակերպվում ենք շուտ ամեն ինչի հետ։ Համակերպվում ենք, որ բենզին չկա, համակերպվում ենք, որ դե սենց է, դե նենց է։ Բայց դա պետք չի հոգևորի կյանքում այդպես լինի։ Մենք պետք է կանգնենք սենց վճռական, որտեղ Տիրոջ խոսքն ասում է պետք է կանգնես։ Եթե քո հույսը Աստված է, պետք է կանգնես, հիվանդես, կանգնի։ Կանգնի այնքան, որ Տերը քեզի բժշկի։ Չի բժշկի, իր ձեռքերի մեջ կեթաս իր ամոն, Փառք Հիսուսին։ Ամեն։ Ուզում եմ ասեմ, որ մեզ պետք է հանդիպել, ճանաչել Աստծուն, եւ դրա համար մենք գնալապետ Սիլովամ, դրա համար գնալապետ Աստծո խոսք, դրա համար պետք է մենք ինչ անենք, մոտենանք ու ճանաչենք Աստծուն։ Սուտ է, եթե մարդը չի հանդիպել։ Մի քանի ժամանակներ առաջ միտեղ էինք հոգևոր ընտանիքում ծնված մեծացած երկու աղջիկ, ծնողները հոգևոր, իրանք քրիստոնյա, լավ երեխեք, ծառայող եկեղեցու, հանկարծ հեռախոսով ինչ որ բանի մեջ են ընկել, աղջիկ երեխեք, ինչ որ մեկը իրանց ուսում ա տվել եւ այսօր իրանք Հիսուսի գոյությունը մերժում են, ասում են «Էդ է ֆակտ», ու բացատրում են, գեշ-գեշ խոսում են ժամերով, «Էդ է ֆակտ», ես, ծուխակ են ընկել, ծնողն ինչ անի, այն մեկը ինչ անի, ինքը մեծացել է ծնողի հովանու ներքո, էսի կարելի է, այնի չի կարելի, Աստծո խոսքը Տիրոջ հետ հանդիպում չի ունեցել եւ դրա համար իր հանցած քամիս են քշել ասիրուն եւ այսօր ինքը կանգնած ասած կասկածի, կարամ ասեմ, չարի ճիրանների մեջ, որ ինքը հարցական ա դրել։ Բայց գիտեք, կապ չունի երեխա է, թե մեծ է, թե փոքր է, ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի։ Սա խոսում է Տիրոջ հետ չհանդիպելու հանդիպման բացակայության մասին, որ չկա հանդիպում։ Այսօր ես կուզեմ մի պահ մենք հասկանանք ու ասենք Տեր, ինքներս մեզ ասենք, արդյոք ես Տիրոջ հետ հանդիպել եմ ամբողջովին։ Արդյոք ես տեսողություն ունեմ հոգևոր։ Միգուցե ունես, բայց շատ քիչ է։ Երբ որ հարցեր են լինում, դնում ես նժարին, դու չես կարողանում հոգով, այլ քո աչքի տեսածով ես դատում, քո աչքի տեսածով ես որոշում։ Լինի բժշկության հարց, լինի հավատքի հարց։ Ուզում եմ մի հատ մի բան ասեմ քեզ, նորություն ասեմ, որ երբեք այն ինչը որ խելքիցդ վեր է, այդ ժամանակ պետք է հանձնի Աստծուն, պետք է Աստված անի, պետք է Աստծո գործ անի։ Հավատաբար եմ ասում։ Պետք է հնարավոր է։ Ես սկսել եմ մի հատ հավատքի նոր ընթացք վերցնել, կապ չունի մարդիկ
ինչ խնդիրներ ունեն, աղոթել Տիրոջը հավատքով։ Ու ես զգում եմ, որ Աստված իմ հավատքի չափով արձագանքում է ինձ։ Ու հետ եմ դառնում, ասում Աստված իմ խնդրում եմ իմ հավատքից հավատացի։ Բայց գիտեք ինչ եմ շեշտում, ասում եմ, որ քո անվան փառքի համար դա տեղի ունենա։ Բայց հարց ունեմ ձեզ։ Գիտեք մարդիկ կասկածի տակ են դնում, շշկվում են, Տերը գործ անում իրանց կյանքի մեջ, իրանք կասկածի տակ են։ Ասում են այն վերջի տեղը ինձ օգնեց։ Ես չեմ ասում դեղերին մերժեք, ես ծայրահեղության չեմ տանում ձեզ, ես չեմ ասում բժշկությունը սուտ է, դեղերը սուտ են, Գերմանիայի բարեկամները սուտ են, ես դա չեմ ասում ժողովուրդ ջան, ես ասում եմ անգամ ասպիրինը, ինչ էր, պարացիտամոլը, որ տաքության ժամանակ խմում եմ, ասում եմ Տեր, քո դեղը լինի, քո զորությունը, քո օրհնությունը լինի, ամեն միջոց Տիրոջով լինի, ամեն, ու Տերը այդտեղ կգործի։ Մի երկու համարներ եմ ուզում շատ կարճ կարդալ ու անցնենք առաջ բժշկության վերաբերյալ սերներ։ Այսօր մենք դրա կարիքը շատ ունենք։ Հանդիպում, որը կբացի աչքերդ։ Այսօրվա մեր քարոզի վերնագիրը հանդիպում, որը կբացի աչքերդ։ Հովհաննես 9-րդ գլուխ 1-րդ խոսքից կարող եք նշել ձեր մոտ տունը կարդալ։ Ուզում եմ կարդանք Մարկոս Մարկոս 5:25 Մի կին կար, որը 12 տարի արյունահոսում էր, արյունահոսություն ուներ, նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, պատկերացնում եք ժողովուրդ ջան, ամեն բժիշկների մոտ գնացել էր, շատ էր չարչարվել, այսինքն համ գումարներն էին տարել, համ իր անձն էին չարչարել, նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել։ Ընդհակառակը ավելի էր ինչ էլ է վատացել։ Այսի ես չեմ գրել, Սուրբ գրքում է գրված։ Երբ Հիսուսի մասին լսեց, ամբողջի միջով նրա հետևի կողմը եկավ եւ նրա հագուստին հպավ, որովհետեւ ասում էր, եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկեմ։ Ամեն։ Սերներ, եթե մենք կպնենք նրան, եթե մենք հանդիպենք նրան, եթե մենք որոշում կայացնենք, եթե մենք նրանից սպասենք, այս ամեն ինչը ինձ էլ է վերաբերվում։ Ես իմը քարոզում եմ, բայց ես դրա կարիքն ունեմ, բայց ես փորձում եմ եւ ջանք եմ անում եւ խորհուրդ եմ տալի մեզանից յուրաքանչյուրին, քանից երեկա գործեք։ Ձեր շրջապատում մարդիկ կլինեն, կասեն լավ չենք, ասա ուզում եմ հավատալ, վստահ, ասա հավատում ես, որ Տեր Հիսուսը կարա քո խնդրումը բժշկությունը վերացնել, համարձակ ասա, կապ չունի քույրես թե եղբայր, գիտեք ժողովուրդ ջան, ես մի բան եմ ուզում ձեզ ասեմ, Հիսուսը եկավ, որ ոչ միայն մարդկանց, այստեղ են Մովսեսի օրենքը գիտեր, շատ թե քիչ չափահաս է, ծնողներն ասին չափահաս է, բայց Հիսուսը եկավ մեզ դարձնի, որ մենք իրան ճանաչենք իր արքայությունը իմանանք։ Հարց եմ ուզում տամ, դու ո՞նց ես մարդկանց ճանաչեցնելու Հիսուսին, ո՞նց։ Սիրուն սենց ներողություն եմ խնդրում, ոչ մեկին չեմ ուզում բանանեմ, սիրուն շորեր հագնելով, սիրուն ասենք սենց բան քայլելով, ներողություն եմ խնդրում, բայց կան չէ մարդիկ օրինակ Եհովայի վկաներին Տերը իրանց օրհնի, ապաշխարություն տա, գտնեն Տիրոջը, սիրուն հագնված չէ, աչքի են չեն դնում սենց, ու շատ մարդիկ այդ բանից կարողանում են գրավում է իրանց, մենք այդպես չենք կարա մարդկանց գրավել, մենք այդպես չենք կարա Հիսուս վկայել, մեզ պետք է Տիրոջ գործել ու կատարել քանից երեկա, եթե դու քեզ արժանի չես համարում, սա երկրորդ հարցն է, դրա համար էի ասում, պետք է աշխատել մեր վրա ու երբեք չնայել, պայմանները չեն թելադրում, չասես,
Ես այնքան հեռու եմ, հələ ես դրանից այնքան հեռու եմ։ Լսի, եթե դու Հիսուսի անունով պիտի կանգնես, նրանից ստանաս այդ մարդու բժշկությունը, կանգնիր։ Միգուցե դու իր հետ բժշկվես ու ապաշխարես ու փոխվես, միգուցե այդ քայլը քո մեջ վստահություն առաջացնի, որ դու Տիրոջ գործն անես։ Ժողովուրդ ջան, ի վերջո ուզում եմ մեկ բան ասել բոլորիս, քանի ցերեկ կա, քանի ժամանակ ունենք, մենք Տիրոջ գործը պիտի գործենք։ Թե չէ չի ստացվում, այտենց կարծես համ մեր կյանքում ապակաս, համ մենք կուրություն ունենք, թե բժշկությունը մեր կյանքի մեջ տեղի չի ունեցել հոգևոր, այդ հավատքը ամբողջությամբ չի ձևավորվել, ու երկրորդն չենք կարողանում ուրիշների համար գործի գնանք։ Փարիսեցիներն ասացին, միթե մենք էլ ենք կույր։ Իրանք իրանց այնքան իմաստունի տեղ էին դնում, որ միթե մենք էլ ենք կույր։ Աստծուն մենք շատ հետաքրքիր ենք, ասեմ ձեզ։ Մեզանից յուրաքանչյուրը Աստծուն հետաքրքիր է եւ պետք է։ Հիսուսը ընտրել էր Նիկոդեմոսին փարիսեցիների միջից եւ գիշերով գնաց նրա մոտ խոսելու, որպեսզի Նիկոդեմոսը փոխվի եւ կարողանա փոխանցի իր այդ շրջապատում։ Բայց նայեք, օրենքը մի հատ ինչ ուժ ունի։ Օրենքը գիտեք որն է, ժողովուրդ, որ մարդ համոզված է իր տեսության։ Մարդ համոզված է, օրինակի համար, ոչ մեկ ձեզ չի կարող համոզել, որ մեկին գումարած 1, 2 չի անում։ Ով ուզում է գա, ինչ աստիճանի դոկտոր, պրոֆեսոր գա, ձեզ չի կարող համոզի, ճիշտ է, կամ որ մածունը սպիտակ է, սև չի։ Սա է օրենքը։ Օրենքը մարդուն կապում է դրան, որ մարդը ասում է, այսպես պիտի լինի, այնպես պիտի։ Հասկանում եք, եւ այստեղ հավատքը գործ չունի։ Եվ Հիսուսի նպատակը այսօր իմ ու քո կյանքում եւ փարիսեցիների կյանքում ինքը եկել էր ասել, շրջադարձ անել, որ մարդիկ ճանաչեն ճշմարտությունը, հասկանում եք, ճանաչեն ճշմարտությունը, իրանց աչքերը բացվի, որ այն ինչը որ կա, այդ դրանով չի միայն, հասկանում եք, շաբաթօրը չի կարելի բժշկություն անել։ Հասկանում եք, օրենքը սա էր խոսում։ Բայց Հիսուս եկավ եւ ուզում էր, որ մարդիկ հանդիպում ունենային կենդանի Աստծո որդու հետ ու հավատային, որ ինքը չունի ոչ շաբաթ, ոչ կիրակի իր գործը անելու ում համար, իրան մոտեցողների համար։ Հովհաննես 5:5 բացենք։ Մի համարը մտեղից եմ առանձնացրել ձեր համար։ Այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի հիվանդ էր։ Երբ Հիսուսը նրան տեսավ, պարկած եւ իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. ուզում ես ողջանալ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ուզում ես ողջանալ, առողջանալ։ Հիվանդը նրան պատասխանեց. Տեր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի, մինչև ես գալիս եմ, ուրիշները ինձնից առաջ իջնում են։ Հիսուսը նրան ասաց. վեր կաց, մահիճդ եւ քայլիր։ Սերներ, ես չգիտեմ, երևորդի Շուշան ջան, ես չգիտեմ դու մարդ ունես թե չունես, բայց կարամ մի բան ասեմ։ Տեր Հիսուսը քո կողքին է։ Ես կարամ մի բան ասեմ։ Ամենակարող Աստված լսում է քեզ։ Ամենակարող Աստված լսում է ինձ եւ քեզ։ Ամենակարող Աստված լսում է ինձ եւ քեզ։ Շատ հրաշքներ ա եղել կյանքում։ Շատ։ Իմ ընտանիքի կյանքում շատ։ Ու մինչև այսօր լինում է։ Մինչև այսօր լինում է սերունդներ։
Աստված իրական մեզ համար կանգնած է հրաշքը կատարելու համար, բայց շատ ժամանակ մենք պատճառ ենք դառնում հրաշքը չլինելու համար։ Կասես ոնց, կասեմ հենց։ Գիտեք, երբեք մենք չենք մտածել, չէ, Հուդայի կերպարի մասին։ Կարճ ուզում եմ օրինակ բերեմ։ Հուդան Աստծո կողմից նախասանված չի եղել, սա մի քիչ վիճելի հարց է, բայց չի եղել։ Աստված ոչ մեկին չի նախասահմանել, որ ինչ-որ մի վատ գործի մեջ իրան օգտագործի։ Բայց ինքը, ինչպես Կայենը, եւ երկուսին էլ զգուշացրեց, երկուսին էլ նախորոք զգուշացրեց, որ ապաշխարեն։ Բայց Կայենը ինչ արեց, սպանեց իր եղբորը, գիտեք, առաջի մարդասպան։ Եվ Հուդան ինչ արեց, առաքյալ, Հիսուսի ոտքերի տակ նստող, աշակերտ, առաքյալ, եք էդ ինչ արեց։ Սյուններից մեկը ինքը որոշեց, որ Հիսուսին մատի։ Այսինքն կա բաներ, որ մարդու ձեռքով կարա եւ լավը լինի, եւ վատը լինի։ Պետրոսն էլ վատ բան արեց, բայց որոշեց ինչ անել, ապաշխարել, փոխվել եւ կանգնել եկեղեցություն դառնալ։ Ասեմ ձեզ, մենակ Պետրոսը չի եղել եկեղեցություն։ 12 եկեղեցություն կա։ Դրանք առաքյալներն են։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մենակ Պողոսն ու Պետրոսը չեն, որ կարողացել են բժշկել մարդկանց։ Դուք ես այդ շարքերում։ Հիսուսը գիտեք ինչ ասեց, ասաց գնացեք, ավետարանեք, ձեռք տվեք, հիվանդները կբժշկվեն։ Դու այսօր ինչքան ուզում ես սիրուն խոսա, ինչքան ուզում ես գնա տարբեր դպրոցներ ավարտի, չգիտեմ, ինչքան ուզում ես մարդ ունեցի այդ ինչի մեջ են ասում, TikTok-ի այս համակարգի մեջ, որոնց դրանով են այսօր կարևորում մարդուն, եթե մեկը 10,000 հետևորդ լինի, ու ինքը շատ կարևոր է, թողում են այն 100-ին գնում միանում են այնտեղ։ Ես ասեմ, սա այս դարի խնդիրն ու ցավն ու դժվարությունն է սերներ։ Մի բան եմ ուզում ասեմ ձեր հայացք, ուղղեք նրան, մոտեցեք նրան, ճանաչեք նրան եւ քանի ցերեկ է, եկեք գործեք։ Երկնքի արքայության համար ոչ թե մենք մենակ մեր ֆինանսները պետք է նաև մեր անձը պետք է վստահ կանգնիր աղոթի քո համար, երեխոքի համար, կնոջդ համար, աղոթիր, ձեռքդ դիր, գիշեր ասա, նա ծնկում ենք ընտանիքով, ես ասում եմ Տիրոջ փառքը կտեսնեք ձեր կյանքի մեջ։ Եթե չէ, այս կյանքը մեզի քամում է սիրելիներ, այս կյանքը մեզի սենց հոշոտում է, չի նայում ոչ մի բան։ Չկա օրերից մի օր, որ մեր ընտանիքի անդամը, եթե չմոտեցար Տիրոջը, գիտեք, չեսոք դիրք չկա, այս աշխարհում, կամ այստեղ ես, կամ այնտեղ ես, երկու Տիրոջ չես կարա ծառայես, կամ Տիրոջը ճանաչում ես, Տիրոջ հետ ես, կամ հավատա, այս աշխարհը լիքը զբաղմունք ունի, որ քեզ կքաշի, գայթակղություններով լի, դու կհամոզվես, կկայնես, քեզ կտնես այս աշխարհի գիտությունը հիմարություն է ասում։ Կասես, դա ֆակտ չի, որ Հիսուսը եկել է, խաչվել է, փարիսեցիներին նման կասեն, այսօր է այս մարդը, որ շաբաթօրն է գործում, ինչ ասես կարան ասեն։ Համոզված եղիր նրա վրա, հույսը դիր նրա վրա, հանդիպում ունեցի նրա վրա։ Եվ այդ ամեն ինչի մեջ մի հատ բան է պետք է որոշում կայացնել։ Եվ ինչ անել, գնալ ավազան, Սելևամի ավազան, լվացվելու, որը կոչվում է ուղարկված։ Ում կողմից ուղարկված, Տիրոջ կողմից։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք, եթե կարելի է Նելի ջան նվագես, Արսիկ ջան, եթե կարելի է մի երգով, աղոթքով Տիրոջը գոհություն հայտնենք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես գիտեմ, դժվարությունները շատ են։ Ես ասեմ, որ մենք ապրում ենք վերջին ժամանակաշրջանում։ Դրա համար մի տխրեք, ուրախացեք։ Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Երեք քույրիկներից մեկի հետ եմ խոսում, ասում է երեխան մորը ծնծել է։ Զարմանալու է, բայց ասում է վերջին օրերում երեխաները ծնողների դեմ կլինեն։ Ազգի դեմ արդեն հելել է շուտվանից։ Ժողովուրդ ջան, մենք ապրում ենք վերջի ժամանակներում։ Եթե մեզ պակասում է այդ այն որ ասում է երկնքից կրական գնի նոր մենք զարթնենք,
կներեք, բայց այդ ժամանակ զարթնելու կարիք չկա։ Այդ ժամանակ զարթնելու կարիք չկա։ Ես մտածում եմ, Տեր, արթնության եկեղեցի է մեր եկեղեցու անունը, բայց մենք ինքներս ինչքանով ենք արթուն։ Գիտեք, մենք ինքներս պետք է արթուն լինենք մեր համար արթուն լինենք։ Դու առավոտյան չես զարթնում ուրիշի համար այդ գործի։ Դու առավոտյան զարթնում ես քո համար ես գնում աշխատանքի, որ աշխատես եւ քո կարիքները հոգաս։ Եկեք զարթնենք, եկեք արթնանանք, լուրջ եմ ասում ձեզ։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, ունենք, չունենք, մեր ազգը մի քիչ շատ լավ ազգ է, մի քիչ չէ, շատ։ Ընտրյալ ազգ է, ասեմ, դու ընտրյալ ես, Աստված քեզ ընտրել է, Աստված քեզ ընտրել է քո լավ ու վատ կողմով, որ դու մեկին ինչ անես, կես, ես սա ասեմ, սա Տիրոջ մարգարեությունն է, Աստծո խոսքն է, Աստված ինձ եւ քեզ ընտրել է։ Մեր ազգին դարերով քրքրել է ժողովուրդը, ոչնչացնել։ Գիտեք ինչի համար։ Ոչ թե մեր վատ կողմերի համար, այլ մեր լավ կողմերի համար։ Հիսուս քեզ փառք եմ տալիս, ուզում եմ փակես աչքերդ։ Ես գիտեմ, որ մենք ամեն մեկս Տերի, բայց դու մեզ սիրում ես։ Տեր, դու գիտես ինչ ես անում։ Բոլոր ժամանակներում, անգամ այդ ժամանակ, երբ որ աշակերտների հետ անցար եւ այդ վայրում էիր, որտեղ էդի ծնեկույրն էր։ Եվ աշակերտները հանգարց հարց ունեցան ասելու, թե ով է մեղավոր։ Շնորհակալ եմ քո փառքի համար, Տեր, դու մեզ գիտես։ Տեր, շնորհակալ եմ, որ 22 տարի առաջ ինձ, իմ ծննդյան օրը, Տեր, մահի ճանապարհով, բայց քեզ հանդիպեցի, Տեր, ցավերով, դժվարությունով, միգուցե դա էլ իմ ուշացնելու, իմ ուշանալու, իմ անհնազանդության հետևանքն էր, բայց ես գտա քեզ, Տեր։ Եմ շնորհակալ եմ քեզ, Տեր, փառք եմ տալիս ամեն դժվարության համար։ Սիրելի քորս, եղբայրս, ամեն դժվարություն Տերը մազոխիչ չի, ասել եմ սա, ինչ որ արիքով էլի եմ ասում։ Աստված ուզում է, որ ամեն դժվարություն քեզ բերի իր մոտ։ Երբ որ դու գաս նրա մոտ, դու կգտնես համապատասխան հարցի լուծումը։ Դու կգտնես պատասխան, դու կգտնես կյանք եւ ավելի։ Այն պատանու նման կասես, այո, ես հիմա հավատում եմ։ Ասում է ում հավատամ։ Հիսուսն ասում է դու հավատում ես Աստծո որդուն, ասում է իսկ նա ով է որ հավատամ։ Ասում է դու հիմա տեսնում ես եւ խոսում ես նրա հետ։ Ես հիմա քեզ եմ ուզում ասել, դու հավատում ես։ Սիրելի քույր եւ եղբայր, խնդրում եմ որ դու նրան որոշում կայացնես, տեսնես եւ խոսաս։ Երբ որ դու քո որոշումը կայացնես, հավատա, կյանքդ կփոխվի, այդ հանդիպումը քեզ կփոխի։ Այդ հանդիպումը քեզ այնպես կփոխվի, որ դու չես անցնի քո անցյալի գիրկը ընկնես, մեղադրես քեզ, մարդկանց։ Օ Տեր իմ Աստված, մենք քո կարիքն ունենք, փոխիր մեզ։ Օ Տեր իմ Աստված, բացիր մեր աչքերը։ Տեր 38 տարի հիվանդության մեջ, 38 տարի իմ մտքի հիվանդության մեջ, Տեր, որ ես նույնն եմ մտածում, որ ես ճիշտ եմ, լավն եմ, ինձի նման չկա, խնդրում եմ Տեր, այսօր փոխվելու ժամանակն է, այսօր դառնալու ժամանակն է Տեր, 12 տարի Տեր, այդ հիվանդությունը, որ չգիտեմ ում պատճառով է, իմ խելքի պատճառով է, ինձ չհետևելու, իմ անձս տանջելու պատճառով է, որ արյունահոսություն կար Տեր, որ այսօր ասում ես, կպիր ինձ և կբժշկես։ Տեր այս տարիները մեր կյանքում կարծես տարբեր են, երկարաձգվում են, բայց ես ասում եմ Տեր, այսօր ինձ համար թող լինի բժշկություն։ Տեր, այսօր քո ժողովրդի համար թող լինի բժշկություն։ Թող լինի հավատքի մեծ Տեր դրսևորում, որպեսզի նրանք հավատքով բնորեն քեզանից հասկանան, որ դու կբժշկես ամեն ժամանակ։ Դու Ղազարոսին հարություն տվեցիր։
քո փառքդ երևաց Տեր փարիսեցիների մեջ։ Այսօր եւս Տեր դու պատրաստ ես դա անելու մեր կյանքում, մեր միջոցով, մեր շրջապատի մեջ Տեր, որպեսզի քո փառավորվի, որպեսզի երկնքի արքայությունը մեծանա։ Տեր, մենք ուզում ենք մենք ինքներս մեզ, մեր ունեցվածքը ինվեստիցիա անենք երկնքի արքայության մեջ։ Ուզում ենք մենք դրվենք դրա մեջ Տեր։ Մեզ զորություն տուր փառքի Աստված։ Հալելույա։ Ամբողջ ես աշխարհում, ինչ մեծ ես դու, Հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ ես աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես չկա մեկը քեզ Լավ բժիշկներ կան Տեր, բայց չկա մեկը քեզ նման Տեր։ Բժիշկներն անում են իրաց հասկացողությունը Տեր, բայց դու անում ես սկզբից մինչև վերջ Տեր։ Փառք ես Տեր, աղոթում օրհնում եմ քո սուրբ անունը Տեր, չկա մեկը քեզ նման։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ուզում եմ մտքով հիշես քո հիվանդությունը, կամ եթե ցավ պրոբլեմ ունես, ուզում եմ քո բարեկամներին մտքով հիշես, ասես Տեր, ես աղոթում եմ ես ինչի համար։ Մենք նաև մեր մեջ ունենք տկար մարդիկ, հիվանդանոցում պարկած մարդիկ, Տեր փառքի Աստված ես Տեր, փառքի արքան ես դու Տեր։ Մենք աղոթում ենք Տեր, որ քո հանդիպումը շուտով լինի այդ մարդկանց հետ։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր։ Լորսենդի մամաքարամանդե ամոգասպոց։ Աղոթում եմ քո սուրբ հոգին Տեր, թող հպտի Տեր ամեն հիվանդի, ամեն դժվարություն ունեցողի Տեր, ամեն Տեր դժվար ճանապարհով անցնողի Տեր, ամեն մխիթարություն, կարողություն Տեր չունեցողի Տեր, ուզում եմ որ քո հոգին այցելի Տեր, խնդրում եմ մեր քույր եղբայրների համար, ում հույսը դու ես, ում ակնկալիքը քեզանից ով Աստված, խնդրում եմ գրկես իրանց Էլի Սուրբ Հոգի, խնդրում եմ Տեր, որ քո զորությունը բժշկարար հասնի, ազատագրի, բժշկի կատարյալ Տեր քո բժշկությունը կա փառքի Աստված։ Շնորհակալ եմ Տեր, ողջ փառքը քեզ, եւ թող սա լինի վկայություն փառքի համար Տեր ամեն մեկի կյանքում Հիսուսի անունով։ Շնորհակալ եմ, ողջունում եմ Սուրբ անունը, գովորում եմ քեզանից մեր թանկագին Փրկիչ։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ քո սիրո համար, քո մեծ ու մեծ ողորմության, քո հրաշք կյանք տվող խոսքերի համար շնորհակալ ենք Տեր։